Խոսեցիք ժողովրդի մոտ ի հայտ եկած հարցադրումից, թե ի վերջո ձեր ընտանիքին, Քոչարյան ընտանիքին, որտեղից այդքան գույք, չեք կարծում, որ օբյեկտիվ հարցադրում է պարոն Քոչարյան։ Ես կարծում եմ, որ օբյեկտիվ է, պատասխանեմ ուզում եք հետո շարունակենք։ Հիմա այդ օբյեկտիվ հարցադրումը ստանալու համար ես որտեղ դա պետք է անեմ։ Այստեղ այն ամբիոնից որտեղ։ Դրա համար ընդունել են օրենք, որը ամեն դեպքում կարծիքով հակասահմանադրական է, բայց ինչ որ այդ օրենքը կա։ Այդ օրենքի հիման վրա հարուցել են գործ, որը հիմա գտնվում է դատարանում, որը դռնբաց է։ Հիմա այդ դատարանն է այն տեղը, նու գոնե օրենքի իմաստով այդպես պիտի լինի։ Այդ դատարանն է այն տեղը, որտեղ ես պետք է գնամ բացատրեմ, այս ինչը որտեղից, այս մյուսը։ Հիմա իրանք դրան չեն սպասում, իրանք դա չեն ուզում, որովհետև իրանք պետք է աղմուկը։ Այսինքն բերել են, չէ, այդ նույն ընտրողաբար կլինի, ինչ կլինի, այդ գործը հասցրել են դատարան։ Դուք ապօրինի գույքի Այսինքն ես ամեն ինչով ապօրինի գույքի օրենքը նկատի ունեմ։ Այս ամեն ինչը դատարանում, այսինքն դա այն տեղն է, որտեղ օրենքի իմաստով ես պետք է այդ ձեր ասած հարցերի պատասխանը տամ նաև թե ժողովրդին, թե դատարանին, թե դատախազությանը։ Հիմա այս ամեն ինչի իմաստով է, տանել եք գործը դատարան, ու նաև ինձ թվում է հատուկ են այնքան ձգում, որ ամեն անգամ այսպես չհաստատված ու չհերքված տեղեկությունները, այսպես որակեմ, հա, փորձեն այս ամբիոնից, տարբեր լրատվականներում սրա մասին խոսեն, սրա շուրջ աղմուկը միշտ լինի, մարդկանց միշտ գրգռեն այս ամեն ինչով, որովհետև երբ որ իշխանությունը իր հիմնական գործը տապալում է, երկրի անվտանգությունը, մնացած հարցերում, ստիպված այ նման բաներից պետք է խոսա անընդհատ, որ ինքը միշտ ինչ որ պայքարում է մի հատ ավելի մեծ ինչ որ բանի դեմ, արտաքին ինչ որ մնացած դրա համար է։ Իհարկե, նաև դրա համար։ Տեսեք, բանակում արդեն քանի ինքնասպանության բան դեպք ա եղել կամ սպանության դեպքեր են եղել իրենց ասելով խաղաղ պայմաններում։ Հիմա այս ամեն ինչը մնացածը Տիգրանաշնի հարցում է։ Եկեղեցու հետ կապված այս լկտի հարձակումները կան, Ադրբեջանից անթոթ չդադարող պահանջները ու այս ամեն ինչի ֆոնին իհարկե իրանք պետք է այս ամեն ինչից խոսեն, որովհետև ժողովրդին պետք է ապահովել տեսարաններով։ Իրենք իդեպ նաև ասում էին մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պահած բանակները հակադարձ։ Իսկ քարտեզը տեսել են։ Քարտեզը տեսել են։ Ինչ քարտեզ են ունեցել։ Պարոն Քոչարյան, բայց հստակ հարցադրում է անում Նիկոլ Փաշինյանը։ Ինչու եք դուք միլիոնատեր։ Եկեք եւ բացատրեք։ Որովհետեւ նախ քիչ առաջ ասացի, այդ ամեն ինչի հետ կապված, ասել եմ, կա գործ, որի շրջանակներում ամեն ինչ կոպեկ առ կոպեկ երևալու է եւ ցույց է տրվելու, բայց ինչ ենք, որովհետեւ վաղ հասակից եղբայրս ինչ որ տարիքից ես զբաղվել ենք բիզնես գործունեությամբ։ Սա չի եղել օրենքից դուրս։ Ես չգիտեմ ինքը ինչ թվեր ասում, անկեղծ է իրանց թվերը ոնց են հաշվում, ես միլիոնատեր չեմ եղել 28 տարեկան։ Շատ հեռու եմ եղել միլիոնատեր լինելուց։ Հիմա այս ամեն ինչը, որ ինքը հարցնում է, սրա համար կա իրավական ճանապարհ, որ իրավական ճանապարհով իրանք այդ հարցադրումը արել են։ Իհարկե այնտեղ էլ շատ այսպես ապօրինի է շատ բան, բայց այս է այդ հարցի պատասխանը։ Ես հիմա չեմ կարող այստեղ գամ, նստեմ 2 ժամ, նստեմ բացատրեմ ինչը ոնց, որ իրանք էլ ըստ դրա հետո փորձեն գնա դատարանում, ըստ դրա հարմարացնեն, փորձեն, որովհետև արդար գործընթաց չի սա, այսպես որ իրանք միլիոնատեր դարձել։ Ես անկեղծ չգիտեմ, գիտեք, կա ինչ որ ընդհանրապես ոնց են հաշվում։ Օրինակ այստեղ գալիս շուրջ թվեր են, չէ՞, ասում։ Ես գաղափար չունեմ այդ ինչ ձևով են հաշվում, ոնց են ասում։ Այսինքն դու պայմանական ունես ինչ որ գույք կամ ինչ որ ընկերության մեջ մասնաբաժին, որը ժամանակի հետ կարող է իր արժեքը բարձրանում է։ Ես չես նստում դու ամեն օր հաշվում քո ինչ որ մասնակցություն ընկերությունում այդ պահի դրությամբ ինչ արժեք է իրանից ներկայացում։ Դրա համար ես դժվարում եմ այդ հարցին պատասխանել։ Իսկ մնացածը ինչ կա ինձ մոտ կոնկրետ հայտարարված է, այստեղ ոչ մի բան չկա, այսպես գաղտնի։ Երբ որ արդեն իրավական գործընթացներ, երեք որ արդեն իրավական գործընթացներ կային, դե չտվեցիր։ Դրան զուգահեռ նաև Փաշինյանը ամբիոնից կրկին, չնայած իրավականին կար, բայց կրկին այնտեղից ասում էր ես դատելու եմ, կզացնելու եմ, այս խոսույթը ինչ է հուշում, այսինքն երբ որ իրավական գործընթացը զուգահեռ գնում է, ինչու է ամբիոնից քաղաքական նույն տեքստերը ասում, ինչի մասին նախընտրական շրջանում էլ ենք լսել։ Տեսեք, ես կարծում եմ ինչ է ասում, շատ ճիշտ հարց եք տալիս, ինչ է ասում, էլ օրինակ երկրի փաստացի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ամբիոնից ինչ որ ասում է կզացնելու եմ, նստացնելու եմ ու նեզրկելու եմ։
Ես էլ եմ փորձում այդ հարցի պատասխանը գտնել, որովհետև սա ոչ մի նորմալ տրամաբանության մեջ, ժողովրդավար երկրի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Երևի թե մտածում է, որ այդ իր խոսքը ունի սպառում, ունի ընկալում իր ընտրազանգվածի որոշակի հատվածի մոտ, այսինքն նրանց սրտով է դա, ու դրա համար դա ասում է։ Չի արդեն հրահանգավորում ունի, կներեք, ինքը թքած ունի, որ իրավական առումով այդ իր խոսքերը հետագայում էս իրավական գործընթացներով Եվրոպական դատարանի վեճերում լուրջ գործիք է լինելու մեր ձեռքում, ցույց տալու, որ սա քաղաքական հետապնդում է ամենաուղիղ ձևով։ Բայց ինքը թքած ունի այդ ամեն ինչի վրա։ Ինքը իմիջիալից հիմնականում այդպես է գործում։ Այդ պահին խնդիր լուծելու համար։ Այս պահին պետք է սա ասել։ Ինքը կասի թքած ունի, հետո Հայաստանը դրա պատճառով ինչ որ մաս կտրվի Հայաստանից, ժողովրդավարությունը կտուժի, վատ զեկույցներ կլինեն, տնտեսությունը կտուժի։ Մեծ հաշվով նաև տնտեսության առումով ինչ է եղել։ Իրանց, չգիտեմ, անհեռանկար մի քիչ մեղմ ասել, բայց առնվազն անհեռանկար հիմար քայլերի արդյունքում այսօր շատ տնտեսվարողներ, գյուղացիներ ունեն խնդիրներ։ Ու ինչի պատճառով։ Հա, մեկ էլ գալի կանգնում ասում են, մենք սուբսիդավորում ենք այսքան միլիարդ դրամ։ Բայց այդ գումարը կարող ուրիշ տեղ չէ ուղղել։ Այսինքն այդքան գումարը, որ դուք հատկացնում եք, հորդ տնից չես բերում։ Հարկատուների բյուջեի փողերն ես դուք բերում, սուբսիդավորում մարդկանց այն խնդիրը, որը դու ես ստեղծել։ Ինչի համար, եթե այդ գումարը կարար ուղղվեր ուրիշ, մի հատ էլ հպարտությամբ ասում եմ, մենք սուբսիդավորում ենք միլիարդավոր դրամներով։ Այդ գումարը կարող ուրիշ բանի վրա ուղղվեր։ Ինչի՞ ես դու այդ հիմարությունը արել, որ այդ մարդիկ խնդիր ունենան, որ մի հատ էլ մտածես գնաս իրանց փող տաս, հանկարծ ցույց չանեն քո դեմ։ Պարոն Քոչարյան, երեք ձեզ պատկանող ինչ որ շատ տարածքներում նաև փակվեցին, հա, այդ տարածքները քննչական գործողությունների ժամանակ։ Հիմա բոլոր, չգիտեմ, ընկերություններ կամ կազմակերպություններ ոնց ձևակերպեմ, դրանք բաց են, այնտեղ բնականոն աշխատանք է, ընդհանուր թե այսօր էլ կան ինչ որ քննչական գործողություններ։ Ես տեղակ չեմ, անկեղծ տեղեկություն չունեմ, կարծեմ չկան, ինչ որ բաներ փակվել են, ու այդպես մնացել են, չգիտեմ դրա իմաստը որն է, ասենք փակել։ Այդ ամեն ինչ միևնույնն է, այսպես կալանքի տակ է, չես կարող դողոտարել։ Իսկ բիզնեսը աշխատում է, մարդիկ չոր աշխատավարձ են այդտեղից ստանում, իրանց տներն են պահում, գնալ փակելը նույնը Ծառուկյանի դեպքում չարեցին։ Անկեղծ իմաստը չեմ հասկանում, հա։ Այս բանը չեմ կարող ասել, այս բանը չեմ կարող ասել։ Այսինքն հակակոռուպցիոն դատարանում ընթացող ինձ հեռու եմ բիզնեսից, իսկ այնպես չեմ տիրապետում։ հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատապրոցեսի ժամանակ, պարոն Քոչարյան, համոզված եք, որ ապացուցելու եք ձեզ պատկանող այսինքն այն ամբողջ ցանկը, որը ներկայացված ամբողջությամբ դուք երեք եւ արդեն այսօր հրավիրվել եք հարցաքննության այդ գործի շրջանակում, թե ոչ ինչպես նաեւ ես որևէ կարգավիճակ չունեմ այդ գործով, չգիտեմ, նման հրավեր դեռևս չեմ ստացել, չէ, քույրս էլ չեմ։ Պարոն Քոչարյան, ներողություն եմ խնդրում, իսկ դուք որևէ գույք ապօրինի ծագմամբ, ինչը Քոչարյան ընտանիքին է, վերադարձրել եք պետությանը։ Ինչ պետք է հասկանում եք ձեր հարցադրումն է արդեն մեղադրական։ Դուք նախ ես չեմ գտնում ես ոչ մի մեղադրել, ես ձեզ հասկանում եմ, որովհետև դուք ասում եք ապացուցելու, ես ուզում եմ իմանալ, դուք բոլորի մասով եք պատրաստվում դատարանում, այսպես ասեմ, կռիվ տալ, դրա համար չեք վերադարձել։ Այդ կռիվը գիտեք, որ երբ որ ասում են վերադարձնել, ու արդեն կանխավարկած է նա, որ ինչ որ մի բան սխալ է, ու պետքա վերադարձնես, չէ, ոչ մի բան սխալ չի, որ մի հատ էլ վերադարձնես։ Ուղղակի էս է քաղաքական հետապնդում է, սրա մեջ ենք ապրում արդեն 8 տարի, ու այս պայքարը չի դադարելու, այստեղ վերադարձնելու հարց չկա։ Վերադարձնում ես մի բան, որը քոնը չէ, որը քոնն է, դու պահում ես, փորձում ես ցույց տաս իրավական ճանապարհը, որ դա մի խոսքով այդ մասը մի լրացուցիչ հարցը երեք վարչապետն ասում էր, որ 8 տարի է ինքը վարչապետը միլիոնադեր չէ, դուք ձեր հայրը 10 տարի եղել են նախագահ եւ միլիարդներ է դիզել, ինչու՞ էր բացատրել, ինչպես է ստացվել իր դեպքում միլիարդատեր չէ, դուք միլիարդատեր եք, դուք ունեք այդ հարցի պատասխանը, կարող եք հիմնավորել։ Ինչպես է որ ես չեմ հաշվել ինքը ինչ ունի, ինչ չունի, թե իրականում ամեն դեպքում դրանից հայտարարակիրը ասма թե իրականում ինչ կա, այդ հետագան ցույց կտա, էլի, հետագա ընթացքը հերձումը ցույց կտա, թե իրականում ով ինչքան գումար ու ինչ ունի, էլի, որովհետև այն ինչ մեր երկրի հետ կատարվեց վերջին 8 տարիներին, գիտեք, շատ ուրիշ հարցերի ու կասկածների տեղիք է տալիս։ Այն վնասը, որ տվել է Նիկոլ Փաշինյանը մեր երկրին, հայկական շահին,
ընդհանուր նաև արժեքի տեսքով Արցախի մնացածի այն կորուստները, որ մենք գնացել մարդկային կյանքերը գնահատել էլի չի, դա չես կարող բանով հաշվել էլի, բայց այն վնասը, որ տվել է, դա ուղղակի ինչքան էլ էս կոռուպցիաներից խոսամ, միլիարդներ են խոսում, բան, ընդհանրապես համեմատելի չի այն վնասի հետ, որը Նիկոլ Փաշինյանը տվել է մեր երկրին։ Ես գիտեմ, որ դուք միշտ ուզում եք ունեցվածքի միլիարդներ, բայց անընդհատ այ միշտ էս ինքը միլիոնավոր չի, միլիարդատեր չի, բայց ես էլ ասում եմ, որ ես ձեր ասածը ես չեմ կարող հաստատել։ Գիտեք, խոսում եք, ասում եք ինքը էսպես ասեց։ Քանի օրինակ ձեզ բերեմ, քանի օրինակ ձեզ բերեմ, երբ որ ինքը ինչ-որ մի բան ասել է, սուտ ասել։ Քանի 8 տարվա մեջ։ Իհարկե ունեմ, ես իր ամեն ասածի հետ կասկած ունեմ։ Ես չեմ կարող, բանական մարդը չի կարող իր ասածների հետ կասկած չունենալ։ Եթե մի մարդ խաբել է ոչ թե 1, 2, 3, 4, 5, այլ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ, ես ոնց կարող եմ իր ասածների հետ կասկածներ չունենալ։ Պարոն Քոչարյան, բայց ոնց է ստացվել, գուցե դուք բարձաբան եք, որ կասկադում այդ էժան հողը վերցրել եք, բայց 1.7 միլիարդի օգուտ ունեցել։ Այդ իրավական մասերը ես հիմա չեմ մեկնաբանելու։ Ընդհանուր գործը ու մոտիվացիան այս գործի ընթացքը ամբողջությամբ քաղաքական է։ Ես վստահեցնում եմ ձեզ, եթե այս նախաքննական գաղտնիքը չլինի, այդ ամեն ինչի բացատրությունը շատ բան կա։ Հիմա դուք ինձ, բայց իրավական գործի մեջից ինչ որ բաներ եք ասում, որի ես չեմ կարող հիմա պատասխանել։ Ես ձեր արած բնդմանը ես չեմ կարող արձագանքել, որովհետև դրան չեմ տիրապետում։ Բայց ես գիտեմ, որ տարածած հաղորդագրությունից հատված։ Տարածած հաղորդագրության հատվածը, գիտեք էլ ինչեր կա տարածած հաղորդագրություն, ձեզ թվում է ինչ տարածած հաղորդագրությունն է, դա այսպես հալածի ուտես։ Այսինքն այդ մասը իրավական այս ամեն ինչի ես անկեղծ չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Կասկադի էժան հողը։ Ես չգիտեմ, հաջա։ Դե այստեղ է խոսում, ես այստեղ խոսամ։ Պարոն Քոչարյան, Որ բայց շատ շոկայելի փոխենք եզրափակ։ Երկրորդ նախագահի տնից ինչ են արգելակվել քննչական գործողությունների արդյունքում։ Չգիտեմ, երևի ինչ որ հեռախոս բան նման բաներ նորմալ չգիտեմ։ Դեռ հիվանդանոցում է, պարոն Քոչարյան։ Շնորհակալություն։